Մայիսի 14-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր Վանաձորի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 20 անդամներից նիստին ներկա էին 15-ը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը խոսվեց Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք հայտարարելու եւ այդ գործընթացին աջակցելու մասին։ Եթե մենք չենք կարողանում մեր երիտասարդներին օգնել, ապա հետագայում մենք կտեսնենք, որ շատ բան ենք գործել։ Նաեւ ասեմ, որ շատ հետաքրքիր ծրագիր է, Վենուայի ծրագիրը, եւ պետք է մեզնից յուրաքանչյուրս կարողանա իր չափով օգնի, որպեսզի ծրագիրը կայացի։ Օրակարգում ի սկզբանե ընդգրկված էր 17 հարց, նիստի սկզբում դրանցից 13-րդը օրակարգից հանվեց։ Այն վերաբերում էր Համլետ Մատինյանին Վանաձորի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելուն։ Հարցի վերաբերյալ մասնավորապես հանդես եկավ ավագանու անդամ Արթուր Օհանյանը։ Նա պատճառաբանեց, որ պատվավոր քաղաքացու կոչում տալու համար անձին կարող են առաջադրել մարզպետը, քաղաքապետը եւ ոչ թե ավագանու որևէ այլ անդամ, մեջբերելով ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ կետը։ Նախագծի մեջ բերած ՏԻՄ օրենքի 16-րդ կետում նշած, որ որոշում է կայացնում գյուղական եւ քաղաքային համայնքների ավագանիների, ոչ թե ավագանու անդամ, կողմից իրենց կանոնակարգերին համապատասխան Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ։ Վանաձորի համայնքի ավագանին որոշեց Վանաձորի քաղաքային համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային կենտրոնացված համակարգի տնօրեն նշանակել գրող, հրապարակախոս, թարգմանիչ Խորեն Գասպարյանին, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի կամերային նվագախումբ Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն երաժիշտ ջութակահար Սպարտակ Ջանվելյանին։ Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի 3 ամսվա կատարման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանը։ Նա ներկայացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ 4.8%-ով ավելացել են հավաքագրումները, այդուհանդերձ բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ պակաս են 20%-ով։ Հաջորդ հարցը Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 7-ի Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 58N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին էր։ Ավագանին որոշեց Բաղրամյան Լոռվա հրապարակ, Թումանյան եւ Հալաբյան փողոցներն իրար միացնող կամրջի վերանորոգման աշխատանքները առայժմ հետաձգել բյուջեի սղության պատճառով։ Պատրաստ է Վանաձոր քաղաքի Լոռվա հրապարակի ստակադաների Թումանյան հրապարակը Հալաբյան փողոցին կապող կամուրջի մետաղական բազիկների եզրակալի վերանորոգման ներկման աշխատանքների նախահաշվով գումարով, ուրեմն գումարը 4.807.000 է, այստեղ մենք 4.247 միլիոն ենք նախատեսել։ Ավագ Ավագյանի կողմից առաջարկ եղավ չբավարարվել կոսմետիկ բարեկարգումով եւ կամուրջը վերանորոգելու համար ներդնել 4.246.000 դրամ։ Ավագանին որոշեց Հալաբյան կամրջի հարցը ավելի մանրամասն ուսումնասիրել։ Հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիային 1 միլիոն դրամով աջակցելուն։ Մեր ասածը այն է, որ ուզում եք 5 միլիոն տան, բայց չունեն որտեղից տան։ Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2013 թվականի տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու մասին թիվ 65N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Տեղական տուրքերի մասին օրենքը մեր առաջի հավելվածի 4 կետի ձևակերպումը փոխել ոգելից բառից հետո ավելացել է եւ ալկոհոլային բառերը։ Այսինքն ձևակերպումները մենք դա սահմանվա օրենքով մենք այդ ձևակերպումները ոնց կա նույն ձևի պետք է ներկայացնենք։ Մենք փոփոխելու իրավունք չունենք։ Մենք մենակ փոփոխելու տեղական տուրքերի վճարների մասով փոփոխելու դրույքաչափերը ստանդարտներ են սահմանել, մինիմալ, մաքսիմալ։ Մենք դրանց անցնելու եւ նվազագույններ սահմանել իրավունք չունենք։ Հաջորդ հարցը Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2013 թվականի տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու մասին թիվ 65N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին էր։ Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Վիկտոր Դարփինյանը, նշելով երկու փոփոխություն։ Հերթական հարցերը Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով, հերթական հարցերը վերաբերում էին Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի, հայրենական մեծ պատերազմի վետերաններին գույքահարկի եւ հողի հարկի գծով արտոնություններ տրամադրելուն, խուլերի կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպությանը տարածք հանձնելուն։ Բոլոր 3 հարցերն էլ ավագանու կողմից ընդունվեցին։
Ավագանու որոշմամբ Վանաձորի քաղաքային համայնքի կերպարվեստի թանգարանը այսուհետ կկրի Կառլոս Աբովյանի անունը ի պատիվ կերպարվեստի ոլորտում նրա ունեցած մեծ ներդրումների։ Նայինե Մաթևոսյան, Մարինա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։